Այս տարվա հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2,403,600 դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել, հայտնել է Ադրբեջանի մաքսային կոմիտեն։ Նշվում է, որ սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1%։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ մինչ այս հայտարարել էր, որ Հայաստանից Ադրբեջան կարող են արտահանվել օրինակ ալյումին և ալյումինե փայլաթիթեղ, գյուղատնտեսական տեքստիլ արտադրանք, խմիչքների առանձին տեսակներ։ Վաղը ադրբեջանական դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը։ Փետրվարի 10-ին կայացած դատական նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Մեղադրող կողմը պահանջում է Արցախի նախկին պետնախարարին դատապարտել ՑՄԱՀ ազատազրկման։ Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում է նախատեսվում, հայտնել է Խաղաղության կամուրջ նախաձեռնության հայկական կողմի ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը։ Ըստ ամենայնի, այս անգամ այն կանցկացվի Հայաստանի տարածքում, հաշվի առնելով, որ նախորդը Ադրբեջանի տարածքում է տեղի ունեցել։ Այս տարի, երբ Մեծամորի ատոմակայանը կանգնի պլանային վերանորոգման, էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չենք ունենա, վստահեցնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Ըստ նրա, էլեկտրաէներգիայի դեֆիցիտը լրացվում է այլ կայանների լրացուցիչ աշխատանքով։ Ատոմակայանի պլանային վերանորոգման ստանդարտ տևողությունը տարեկան 45 օր է, սակայն 2025 թվականին կայանը կանգնել է 60 օր։ Այս տարի ըստ նախատեսվածի կանգը կկազմի շուրջ 5 ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԵԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը 2026-36 թվականների համար։ Հայաստանյան ռազմաարդյունաբերական որոշ ընկերություններ պետության կողմից անցած տարի ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի մանրամասնում, թե ռազմական ինչ արտադրանք է նախատեսվում արտահանել Հայաստանից, վկայակոչելով գաղտնիությունը։ Բացի այդ, ըստ նրա, իրականացված օրենսդրական մի շարք փոփոխությունների եւ ոլորտային բարեփոխումների շնորհիվ ընդլայնվել է պետական աջակցության գործիքակազմը տեղական ռազմաարդյունաբերական ընկերություններին։ Մշակվել է նաեւ պետական փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ ստեղծելու ֆինանսավորման կարգը, ինչը թույլ կտա ֆինանսապես օգնել տեղական ընկերություններին անցնել պետական փորձարկումների բարդ եւ թանկարժեք գործընթացով։ Թալինի բենզալեցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Փրկարար ծառայության հաղորդմամբ դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը եւ 1 բեռնատար ավտոմեքենա, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Այս շաբաթ Ժնևում կայանալիք Ուկրաինայի խաղաղության բանակցություններում քննարկվելու են հիմնական խնդիրները, որը ներառում է տարածքային հարցեր, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը։ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները տեղի են ունենալու փետրվարի 17-ին եւ 18-ին։ Ռուսական պատվիրակությունը կղեկավարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան դեռևս հեռու են հիմնական հարցերի շուրջ համաձայնության գալուց, այդ թվում տարածքներին Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությանը եւ պատերազմից հետո Ուկրաինայում արևմտյան զորքի դերին վերաբերող խնդիրներից։